Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձությունները դուրս են գալիս մտածվածի սահմաններից։ Ամեն ինչ կարծեք թե իրար է խառնվում։ Սոսն ու Միքայելը փորձում են հարցերը պարզել։ Տարիներ առաջ նրանց միջև տեղի ունեցածը թույլ չի տալիս, որպեսզի նրանք հանգիստ ապրեն իրենց ընտանիքներում, հատկապես որ երկուսն էլ սիրում են մի կնոջ, ով իր սերը չի տվել ոչ ոքի, կարելի է այսպես ասել, քանի որ տարիներ առաջ նա կորցրեց Սոսին ու այդպես էլ չկարողացավ հանգիստ գտնել Միքայելի կողքին։ Հիմա երկու տղամարդ փորձում են իրենց դիրքերը բարձրացնել, բայց ինչ կստացվի այս ամենից հետո։ Արդյոք Միքայելը արժանի է ներման։ Արդյոք Աննան, եթե իմանա ողջ ճշմարտությունն իր դստեր հետ կապված, կկարողանա երբևէ նայել Միքայելի աչքերին։ Սոսը եղել է խաբված։ Բնականաբար Սոսը տարիներ առաջ չի իմացել, որ հենց Լիլիթն է կազմակերպել այն ամեն ինչը տեղի է ունեցել իր հետ։ Բայց միևնույն ժամանակ այստեղ ամենամեծ եւ միակ զոհը կարելի է համարել Աննային, քանի որ նա տեղյակ չի եղել, որ իր հարազատ քույրն ընդունակ է նույնիսկ կյանքի գնով իրեն հեռացնել իր սիրած տղամարդուց միայն նրա համար, որ հիվանդակին սեր է զգում Սոսի նկատմամբ։ Այսքան տարիներ հետո արդյոք Լիլիթը կարող է պատասխանել այն հարցին, թե ինչ ստացավ Սոսի հետ ամուսնանալուց հետո։ Սոսի մայրը բնականաբար որդուն փրկելու համար ամեն ինչ արել է, որպեսզի Լիլիթն ու Սոսը միանան ու ապրեն միասին, բայց արդյոք նրանց ընտանիքը հաջողել է։ Իհարկե ոչ։ Հատկապես Արամը, երբ ամեն ինչ գիտի, մեղադրում է ստի ու կեղծիքի մեջ մեծանալու համար։ Իսկ թե ինչ է կատարվելու հետագա սերիալներում, կիմանաք, եթե դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութը, որը լի է գաղտնիքների բացահայտումներով, հետաքրքիր դրվագներով եւ իհարկե այնինչ չեք տեսել հեռուստաէկրաններին դեռ, կարող եք տեսնել այս տեսանյութում, բայց մինչ այդ չմոռանաք գրել ձեր կարծիքները հեռուստասերիալի եւ նրանում նկարահանվող դերասանների մասին։ Գրեք նաեւ, թե որ կերպարին ու դերասանին եք ամենաշատը հավանում եւ որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Յուրաքանչյուր կարծիք կարևոր է մեզ համար։ Կիսվեք ձեր կարծիքներով ու դիտեք տեսանյութը։ Ինչ եք կարծում, Աննան իսկապես կորցրել է հիշողությունը, թե այս ամենը ձև է, որպեսզի կարողանա Միքայելից կորզի ճշմարտությունը, հասցրել եք արդեն դիտել այսօրվա սերիան։ Սպասում ենք յուրաքանչյուրիդ կարծիքին։ Ողջույն բոլորին, եկել եմ հատառ ձեզ շնորհակալություն հայտնել երեկվա օրս տոն դարձնելու համար։ Վայ, այդ ինչքան նամակ եմ ստացել, ինչքան ջերմ խոսքեր, բարեմաղթանքներ, տեսել եմ բոլորը։ Խոստանում եմ, որ կպատասխանեմ բոլորին հատառ, չնայած այնքան շատ է, մի փոքր դժվարանալու եմ ժամանակի առումով, բայց պիտի փորձեմ բոլորիդ պատասխանել։ Շնորհակալ եմ, ուզում եմ ասել, այնքան սիրուն ջերմ խոսքեր եք ասել, որ վստահ եմ, ինձ մոտ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև երբ որ մարդուն ցանկանում են այդքան լավ բան, խոսքը ուժ ունի, խոսքը հաստատիեզերք ու վերադառնում է։ Շնորհակալ եմ շատ բոլորից։ Այս տարի ծնունդս նշել եմ իմ ամենամոտ մարդկանց միջավայրում, չնայած իհարկե կային էլի բացակա մարդիկ, որ շատ կուզեին ներկա լինեին, բայց միշտ չի որ բոլորը կարողանում են հարմարվել։ Ամեն դեպքում երեք ինձ հետ հավաքված էին իմ ամենամտերիմները, շատ լավ ժամանակ ենք անցկացրել քաղաքից դուրս ու լցվել եմ ձեզնով, բոլորովդ շնորհակալ եմ, որ կողքիս եք, շնորհակալ եմ ձեզ, որ անգամ եթե չեմ ճանաչում, այնքան ջերմ եք, այնքան լավն եք, բոլորից սիրում եմ ու տա Աստված, որ ձեր բոլոր մաղթանքները կատարվեն ինձ հետ եւ փոխադարձ նաեւ ձեզ հետ։ Շնորհակալ եմ շատ։ Մի խոսքով ունեցել եմ հրաշալի օր, շնորհակալ եմ բոլորից հետ, որովհետեւ դուք իմ օրը տոն եք դարձրել, ոնց միշտ ոնց ամեն տարի գրկում եմ բոլորիդ, պաչիկ եմ անում, սիրում եմ բոլորիդ։ Շատ ապրեք։ Ուրեմն, այս թորին հատուկ իմ ընկերուհու մասին է, ուզում եմ իմանաք բոլորը տիրան։ Եթե ինքը չլիներ, ես առհասարակ շատ քիչ բան կհասցնեի իմ կյանքում անել, որտեղ ինքը միշտ ինձ օգնության է հասնում։ Ոչ միայն լավագույն մասնագետն է, colorist, մազերի հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել։ Անձնական ստիլիստ։ Այո։
Անձնական ստիլիստ, ֆոտոգրաֆ, մի խոսք։ Բացահայտեցի թաքուն գախտնի ինչ որ բաներ ու ջիղեր որ ես Երեխեքը նենց թույնորենք ունեցե, հիմա էլ արդեն վազում ենք, որ գնանք մեր պրեմիերայի ներկայացում խաղան գանք։ Մի խոսքով այսօր գժական օրա, տենց Սոնային կարող եք подписаться լինել։ Շնորհակալություն։ Ожидание. Реальность. Դե ցուրտ է ինչ անեմ, փորձի եմ։ Պետք է տակ պահել, էլի էս սիդա лишний нервы։ Մարզե։ Ես ինչ պայմաններում եմ ես ամուսնանում։ Միշտ երազել եմ այսպիսի խարը հարսանիքի մասին, բացօթյա, փուլով։ Ահա Ամբերտ ամրոցում ենք, եկել ենք նկարահանման։ Ճիշտն ասած, ինձ թվաց թե այստեղ բավականին շոկ է լինելու, վերնաշապիկով է եկել, որ պարզապես արևի ճառագայթներից փրկվեի, բայց արի ուտես այստեղ շատ ցուրտ է։ Եվ նույնիսկ չգիտեմ թե ինչպես եմ նկարահանումներն իրականացնելու, որովհետև իսկապես ցուրտ է։ Դեռ այսպես sense վերնաշապիկով եւ բաճկոնով քայլում եմ, բայց իրականում չգիտեմ ոնց ենք իհարկե սկսել, բայց ամեն դեպքում հրաշք տեղ ենք։ Դե, աստված առաջ, գուցե արևը ժպտա մեզ, արև դուրս գա, մենք տաքանանք և սկսենք մեր նկարահանումները։